մեկ շաբաթ կա ընտրություններին, հաստատ դեռևս կան չկողմնորոշվածներ, ինչ խորհուրդ կտաք, ինչու ընտրեն Հայաստան դաշինքին։ Երևի սկսեմ այն սկզբնական հարցից չկողմնորոշվածներից, որովհետև ամենակարևոր հարցը այսօր դեմ կանգնել այսօրվա իշխանությունների վերարտադրությանը, որի համար կարևոր է, որպեսզի ունենանք մաքսիմալ մեծ քանակությամբ ընտրողների քանակություն։ Եթե ունենանք մեծ քանակությամբ ընտրողներ, ապա դրա հետևանքով մենք կկարողանանք տեր կանգնել մեր ձայներին, տեր կանգնել Հայաստանի Հանրապետության սուվերեն, արժանապատիվ խաղաղությանը եւ ոչ այն խաղաղությանը, որը նման է ուղղակի ոչինչ չանելով տրվելուն եւ այդպիսի խաղաղություն ես չեմ ուզում տեսնել իմ սերունդները, երբ որ իրենք ոչինչ չեն անում եւ ես պարտավոր եմ իմ ապագա սերունդների համար դեռ ովքեր չեն ծնվել, որպեսզի կարողանամ իրենց պատասխանել, թե ինչ եմ արել այսօր։ Եվ ինչու հենց Հայաստան դաշինք, ինչու հենց Դաշնակցություն, ինչու հենց Քոչարյան։ Որովհետև մենք ունենք հաղթանակած կուսակցություն, մենք ունենք առաջի հանրապետություն կերտած կուսակցություն, ով որ 136 տարի արդեն գոյատևում է, իսկ սա արդեն իսկ ինչ-որ բանի մասին խոսում է։ Որովհետև սովետական բռնաճնշումները, այսօրվա իշխանությունների բռնաճնշումները, թուրքական եղերնը չեն կարողացել կոտրել այսպիսի տեսակին։ Սա հենց այն տեսակն է, որ ես տեսնում եմ հայի տեսակի մեջ։ Իսկ ինչու հենց Քոչարյան, որովհետև Քոչարյանը այն տեսակն է, ով որ կարողացել է ստեղծել 1996 թվականից մինչև 2008 թվականը Հայաստան, որը ինչքան էլ հետագայում փորձեցին կրծել, ուտել, խլել, ունենք այն ինչ որ ունենք եւ վստահ եմ, որ իր առաջնորդությամբ Հայաստան դաշինքը էլ ավելի ուժեղ կկարողանա լինել։ Վստահ եմ, որ իր առաջնորդությամբ Հայաստանի Հանրապետությունը էլ ավելի ուժեղ հարաբերություններ կարող է ունենալ արտաքին շրջանակներում։ Ինչու ոչ նաև կկարողանանք այս ատելության մթնոլորտը հասարակությունից հանել, առողջացնել մթնոլորտը։ Մասնագիտության բժիշկ եմ եւ ես տեսնում եմ այս բուն խնդիրը բժշկական առումով նաև, որ հասարակությունը հիվանդ է։ Ունենք հիվանդ հասարակություն, որտեղ կարծիքների տարակարծությունը ընդունելի չէ թե իշխանությունների կողմից, ընդունելի չէ թե իրավապահ մարմինների կողմից, որը ամենավատն է։ Երբ որ խոսքի ազատությունը արդեն բռնաճնշումների տակ է լինում, սրանից ավել ոչ մի բան չի կարող լինել։ Երբ որ մարդը իր սեփական տեսակետը չի կարող ասել, դա արդեն շատ վատ է։ Երբ որ մենք կորցնում ենք մեր սահմանները եւ դրա մասին լռում ենք, երբ որ մենք կորցնում ենք 5000 մեր տարեկիցներին ու դրա վրա աչք ենք փակում, սրանից ավել ոչինչ լինել չի կարող։ Իսկ Հայաստան դաշինքը այն թիմն է, այն ուժն է, որը թե քաղաքականապես, թե ռազմի դաշտում, թե ամեն ոլորտներում կարողացել է իր մասնագիտական թիմով ցույց տալ, որ իրենք կանգնած են թե առաջնագծում, թե թիկունքում եւ թե կանգնած են լինելու վաղվա Հայաստանի շենացման գործում։